Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ։ Ընտրություններին 2 ամսից մի փոքր ավելին է մնացել, 2.5 ամիս էլ դեռ չկա, պարոն Մարուքյան, որոշ ուժեր սկսել են իրենց քարոզարշավը, թեև պաշտոնապես քարոզարշավը չի սկսել, դուք մի քիչ ուշ կասեք, դա որքանով է ճիշտ կամ որքանով է պետք պատժի ենթարկել նման գործելավոճ, այնուամենայնիվ ես ուզում եմ հասկանալ, ինչու դուք չեք սկսել եւ ձեր մասնակցության ձևաչափի մասին դեռ որևէ հայտարարություն չկա։ Մենք հայտարարություն ունենք համագումարից հետո, համագումարի ժամանակ հայտարարել ենք դեկտեմբեր ամսին, որ մենք նախապատվությունը տալիս ենք խոշոր մասնակցությանը եւ այդ ուղղությամբ այո, եւ դուք համախմբման քաղաքացիներին ողջ ընդդիմադիր ուժերին ասելով, որ մի կողմ եմ դնում բոլոր տարաձայնությունները, եկեք համախմբվենք, բայց այդ ուղղությամբ բավականին աշխատանք ենք տարել, շարունակում ենք ըստ էության նաեւ տանել Եվ մենք մինչև ըստ էության ապրիլի 11-ը ժամանակ ունենք։ Մենք ինքներս մեզ համար սահմանած, որովհետև ապրիլի 11-ին մեր սահմանած ժամկետն է, այդ օրը համագումար ունենք նշանակած։ Հետևաբար մինչ այդ օրը ֆորմատի վերաբերյալ հստակ մենք կհայտարարենք։ Ինչ վերաբերում է քարոզարշավին, որ հիմա քարոզարշավ են անում, ինչ որ մարզեր են գնում։ Տեսեք, կան նոր ուժեր, որոնք հանրությանը հայտնի չեն։ Նրանք պետք է փորձեն շատ կարճ ժամանակահատվածում ճանաչելի դառնալ, որը շատ դժվար է, եւ ինչ որ կերպ դիրքավորվել։ Եվ կա իշխանությունը բնականաբար, որը փորձում է ամեն ինչ անել, որ իշխանությունը պահպանել իր ունեցած ձայները, ասում են, սահմանադրական մեծ համաստություն են ցանկանում տանել, քիչ ժպիտ առաջացնում դա ինձ մոտ, բայց ամեն դեպքում։ Հետեւաբար իրենք էլ իրենց արժեվ է դրած խնդիր ունեն։ Մենք այս իմաստով չկա հարց, որի վերաբերյալ կարծիք չենք արտահայտում, այսինքն անընդհատ մենք տարբեր եթերներով, հայտարարություններով հանդես ենք գալիս, բայց կոնկրետ քարոզարշավ որպես այդպիսին դեռևս այո, չենք իրականացնում, որովհետև մենք Հայաստանում ամենահայտնի 5 բրենդներից մեկն ենք ներկայացնում, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 5 ամենահայտնի բրենդներից մեկն է։ Ինչպես եք չափել։ Ուսումնասիրություն կա հրապարակված։ Որովհետեւ մարդիկ ճանաչում են, էլի, այսինքն ասում ես խոսքի Լուսավոր Հայաստան, մարդիկ գիտեն։ Եվ ճանաչելիության խնդիր չունենք, որ ասենք գնանք մեզ ճանաչեն, բա դիրքավորման խնդիր էլ չունենք, որովհետեւ հստակ է դիրքավորումը։ Հետեւաբար պետք է հասկանալ, այսինքն ընտրությունների մասնակցության ձևաչափը եւ ինչ նշաձող ենք մենք մեր համար սահմանում, էլի, այսինքն այդ նշաձողը ինչի մասին է։ Այդ նշաձողը նրա մասին է, որ կռիվը գնում են դիմադիր մանդատների համար, օրինակ։ Ոնց բոլորը եթե համակերպվել են, որ Նիկոլ Փաշինյանը պետքա վերընտրվի, ուրեմն կռիվը գնում են դիմադիր մանդատների համար։ Եվ նշաձող, որ կռիվը գնում է իշխանության համար, իշխանությունը փոխելու համար։ Այ դա մեր համար ավելի հետաքրքիր է։ Ձեր կարծիքով այդ ձեր նշած երկու տարբերակներից որի ուղղությամբ ավելի շատ կռիվը գնում ընդդիմադիր դաշտում։ Այս պահին ընդդիմադիր մանդատների համար է կռիվ գնում ավելի շատ, քան թե իշխանություն լինելու համար։ Երևի բացառություն կանեմ մեկ ուժի համար, բայց մնացած ուժերը ըստ էության։ Դե ամենախոշոր ուժը, պարզա որ նրանց իշխանություն լինելու հավանականությունը ավելի մեծ է։ Ամենախոշոր ուժը ասել։ Ուժը Հայաստանի մասին է խոսքը, էլի, այսինքն ինչով է խոշոր այն դեպքում, հարցումներով, ամենաառաջի տեղը, այսինքն հարցումներով ընդդիմադիր դաշտում ամենախոշոր միավորն է սպայն։ Եվ բայց շատ-շատերը զուտ ուղակի մասնակցում են կամ մասնակցելու համար, կամ ինչ որ այդ ընդդիմադիր մանդատների մեջ ինչ որ մանդատ ունենալու համար, բան, դա նշանակում է համակերպվել ստատուս քվոյի հետ, այսինքն համակերպվել եղած իրողությունների հետ։ Դրա համար ես հիմա չեմ ցանկանում ինչ որ տարբեր ուժերի անդրադառնալ, բան, յուրաքանչյուր թողնք իր համար որոշի ինչի է մասնակցում։ Երբ որ քարոզարշավը կսկսվի, բնականաբար կարիք կլինի անդրադառնալ այդ ուժերին, այդ ուժերին եք անդրադառնալ։ Շատ լավ, դուք քիչ առաջ նշեցիք, որ համախմբման մասին, համախմբման անդրադառնալը, որ մինչև հիմա էլ դեռ այդ ուղղությամբ քննարկումները, հա, աշխատանքները դուք տանում եք։ Բայց ընտրություններին, եթե դա տարվա սկզբից կամ անցած տարվանից դա չստացվեց, այս 1-2
1-2 ամիս էլ չէ, ըստ երևույթին մինչև քարոզարշավը դա պետք է քարոզարշավի սկիզբը 1 ամիս էլ կա։ Մինչև գրանցումները լինելու են ապրիլի 13-ից, եթե չեմ սխալվում, ըստ գրաֆիկի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մինչև ապրիլի 20-ը։ Շատ լավ։ Այդ ընթացքում, այդ 20 օրվա ընթացքում ինչ հույսեր կան, որ հնարավոր է որոշակի համախմբում։ Գիտեք, թե չկան հույսեր։ Չէ, միշտ կա հույս, ոչ չկա։ Միշտ կա հույս, բնականաբար, բայց դա այնպես չի, որ դա ինչ-որ ինքնանպատակ է, էլի։ Դա ավելի բան է, ավելի կարևոր նպատակ ունի, ոչ թե ինչ-որ ինքնանպատակ լինեն ինչ-որ անիմաստ ձև միավորումներ, այլ չէ, շատ կարևոր նպատակ պետք է դրա վրա դրված լինի։ Նպատակն այն է, որ այսօրվա եղած Հայաստանի Հանրապետությունը կարողանանք պահպանել մեր ազգային ինքնասիրությունը, կարողանանք պահպանել, մեր շահերը կարողանանք պաշտպանել, այսինքն ինչ որ ինքնանպատակ բան չեմ ասում, երբ որ ասում եմ շատ կարևոր է որ լինի խոշոր մասնակցություն, բևեռով եւ այլն եւ այլն, որովհետեւ պլան A-ն լավ պլանը դա է, պլան B-ն կա ու կա, այսինքն ուղղակի զուտ մենք որպես Լուսավոր Հայաստան կուսակցություն մասնակցելը դա միշտ կա, դա բարդ չի։ Դա ավելի շատ հեշտ է, քան դաշինքային Իսկ հավանականությունը, որ առանձին կմասնակցեք կամ ինչ-որ մի ուժի հետ դաշինքային տրամաբանությամբ կամ զուտ այդ ուժի ցուցակով, ինչպես հիմա Գագիկ Ծառուկյանի դեպքում է, չէ՞, նա մի քանի ուժեր միավորվեցին, ըստ էության դաշինք են, բայց Բարգավաճ Հայաստան կուսակցության անվան ներքո են ցուցակում են, իրենք ցուցակով են մասնակցելու։ Ավելի շատ հավանականությունը ո՞րն է ձեր դեպքում։ Միայնակ թե ինչ-որ 50-50։ Ես հիմա չեմ կարող ինչ-որ հստակ բաներ ասել, որովհետև չունենք վերջնական բաներ 50-50 ուզեմ ասեմ երկու պլանն էլ մեր առջև դրված է երկու իմաստով էլ մենք հստակ խնդիր կարող ենք լուծել խնդիր դնենք մեր առաջ լուծենք բայց մեկ չտապենք այնպես չի որ հիմա գնացել է բաները մնացել են էլի իսկ որ ուժերի հետ դուք կգնաք նախընտրական դաշինք մենք ի սկզբանե էլ ասել ենք որ ամենալով երկու նախագահներին ամենախոշոր մենք ասել ենք որ ամենաշատ մեծ հնարավորությունը որ ուժը ունի պետքա նրա շուրջ համախմբումը տեղի ունենա նոր Հայաստան ուժեղ Հայաստան այո այսինքն որ ուժը որ հնարավորություն իշխանությունը փոխելու այդտեղ է իմաստը որտեվ ելի եմ ասում եթե փոքր ուժերը փոքր ինչ որ միավորումներ ձևավորեն այդ փոքր միավորումները ելի են էֆեկտը չեն ունենալու այդ պարագայում ավելի լավ առանձին մասնակցել ասենց ասեմ որտեվ յուրաքանչյուր դաշինք ինքը քաղաքական միավորի սուվերենությունը նվազեցնում է այսինքն դու քո որոշումները կայացնելուց որպես քաղաքական միավոր հաշվի ես նստում քո դաշինքում եղած քո հետ դաշինքում եղած մյուս ուժի հետ քո գաղափարները, քո ծրագրերը ադապտացնում ես կամ նրանք են ադապտացնում, տարբերություն չկա։ Մյուսի ծրագրերին։ Դեպաբար դու սուվերենություն ես կորցնում այդ իմաստով, էլի, դեպաբար ավելի լավ է դու ավելի խոշոր process-ի մեջ այդ սուվերենությունը զիջես, քան փոքր ֆորմատներում այդ սուվերենությունը զիջես։ Որտեվ անարդյունավետ կլինի փոքր ֆորմատում։ Փոքր ֆորմատների հնարավորությունները անդադ եղել են հիմա էլ կան։ Պարոն Մարուկյան, իսկ այս պահի դրությամբ դուք դաշինքային տրամաբանությունը կարծեք թե չի ստացում ամեն դեպքում եւ ձեր գործունեությանը եւ ուժեղ Հայաստան կուսակցության գործունեությանը դիտարկելով կարծեք թե դաշինք չի ինչ որ մի կուսակցության նրանց դուք ավելի շատ հավանականություն դուք ինֆորմացիա չունեք որ ստացվում է կամ չի ստացվում ով ասում որ չի ստացվում տպավորությունը այդպեսին է իհարկե ինֆորմացիա հիմա միայն մեր հետ չի կապված բազմաթիվ ուժեր բանակցում են, խոսում են, քննարկումներ ունեն, միայն մենք չէ, մյուսները։ Ուզում եմ ասեմ, ինչ որ պահի բնականաբար դա ինչ որ անվերջ process չի։ Ինչ որ որոշում կկայացվի, այդ որոշումից կերևա։ Հա, ուզում եմ ասեմ, այդտեղ թե որն է ստացվում, չի ստացվում, ընթացքում կերևա։ Իսկ ձեզանից բացի այդ միավորման մեջ ինչ ուժեր են ձեզ համար ընդունելի որ լինեն։ Գիտեք, ըստ էության բան չկա այստեղ ինչ որ գաղտնի, ինչ որ բաներ չկա, շատ պարզ է, շատ ակնհայտ է։ Այն ուժերը, որոնք որ Հայաստանի վերջին տարիների փոփոխությունների համար պայքարել են, որ այդ պայքարը կյանքի կոչվի, այդ ռեֆորմները իրականացվեն։ Անուններով եմ ուզում որ Դե ես հիմա չի ուզենա որևէ ուժի ոչ թերագնահատեմ, ոչ էլ գովազդեմ հիմա ես բան չեմ որևէ քաղաքական միավորի, ես միայն Լուսավոր Հայաստանի մարքեթինգով իրավունք ունեմ զբաղվելու։ Միայն մեզ կարող եմ գովել։ Գովացեք։ Այո։
Պարոն Մարուկյան, ամեն դեպքում դուք ինչ հնարավորություն եք տեսնում այս ընտրություններին, օրինակ ընդդիմադիրներն ասում են մենք արդեն բացահայտ ասում են, որ մենք Գյումրի 2 ենք անելու, այսինքն անցնելու ենք ազգային ժողով, միավորվելու ենք եւ իշխանություն ենք վերցնելու։ Որքան է դրա հավանականությունը մեծ։ Գիտեք, ես բազմիցս խոսել եմ այդ Գյումրի 2-ի մասին, ինքը այլևս ախր Գյումրի 2-ի ինչի մասն է, ինքը չի ստացվել։ Մենք ասել Գյումրի 2, դե չի ստացվել Գյումրի 2-ը։ Գյումրի 2-ը չի ստացվել։ Գյումրի 2 կանենք, այսինքն Գյումրի 1-ին կընտրել։ Գյումրի 1-ը չի ստացվել հիմա, Գյումրի 2-ը։ Թե նստած է Գյումրի 1-ի բանը, հաջողության պատմությունը, հիմա բանտարկված է այդ մարդը։ Հիմա ասենք ոնց կարելի է ինչ որ բանտարկված case, հա, բերել որպես հաջողության պատմություն ներկայացնել։ Բայց նայեք, օքեյ, թող փորձեն։ Իմ տեսլականը եղել է այլ, որ պետք է լինի դիմադիր մեկ միասնական ցուցակով հանդես եկող բևեր, որի պարագայում անգամ կարիք չէր լինելու ինչ որ արձագանքել Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության։ Ասենք որ ինքը լայվ մտնի, ասի քարակոսը ուտելիք է, թե կենթանի է, պետք չէր անգամ դրան արձան։ Ոչ մի բանի։ Քարակոսը ուղղակի քարակոս էր մնալու։ Հիմա այս պարագայում բնականա որ արդեն 20 ուժ մասնակցում է, չէ՞։ Հիմա 20 ուժ մասնակցության պարագայում ինչ Գյումրի 2, ինչ բան, ինչ քարակոս։ Լրիվ այլ բաներ են սպասվում։ Նրանցից մեծ մասը իհարկե անցորդ շեմը չեն հաղթահարի, մի քանիսը ըստ երևույթին ձեր նշած ուժեղ Հայաստան դաշինքը, նաև Ծառուկյանի այդ համախմբումը մտադրություն կա այդ 3-ով միանալ։ Կներեք, ես չեմ կարող որևէ ուժերի միավորումների մասին հիմա կոմենտ անել, ասենք, ես չգիտեմ, ինչ լավ է, կոալիցիա ազգային ժողովը։ Թող ընտրվեն, ինչ ասեմ։ Իսկ դուք, օրինակ, եթե ուժեղ Հայաստան դաշինքով մասնակցեք կամ կուսակցության մասնակցեք եւ ազգային ժողովում այնպիսի իրավիճակ ստեղծի, որ իսկապես պետքա միավորվեք այս 3-ով մի մեծ բևեռ կամ ինչու ոչ իշխանություն դարձնելու, դուք համաձայն եք դրա հետ։ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին։ Ես ուզում եմ ձեզ պատմեմ Կիկոսի մահը, ուրեմն ինչ է տեղի ունենում։ Տան աղջկան ուղարկում են ջրի։ Իր ֆունկցիան լինում է ջուր բերելը, բայց ինքը գնում է ջուրը բերելու տեղը եւ ֆունկցիան չի կատարում, հասկանում եք, ջուրը չի բերում։ Նստում է սկսում է մտածել, որ ինքը գնա մարտի, ունենա որդի, որդուն ուղարկեն ջրի, գնա Կիկոսը մեռնի, ու սկսում է լացել Կիկոսի համար բան, ու բոլորը սկսում են բանել, վերջում ինչ է լինում, կենթանի եզը մորթում են։ Այո։ Բայց այդ այսինքն իրանք ունեցած կապիտալը ոչինչ ասում են։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ Հայաստանում քաղաքական տրամաբանությունը, քանի որ մեր ազգի սիրելի հեքիաթներից է դա, չեմ դա հեքիաթ է թե առակա ըստեյության ավելի, չէ՞ որ դասեր քաղել Կիկոսի, բայց դուք այն ինչ որ նկարագրում եք, դա Կիկոսի մահվանն է նման։ Ինչի ընդունելի ֆունկցիան, ինչու ընդունելի չի այդ ձեր ասածը, ինչ որտեղ ընդունելի է, ինչ որտեղ ոչ, այո, համեմատությունը, որտեղ դուք գնում եք ընտրությունների եւ ընտրողը պետք է հասկանա, թե ազգային ժողովից հետո դուք ինչի եք պատրաստվում։ Երբ որ մենք կլինենք քարոզարշավի մեջ, երբ որ մենք կլինենք քարոզարշավի մեջ, երբ որ մենք կլինենք ինչ որ բևեռում, այդ ժամանակ այդ հարցը կարելի է գոնե այդ ժամանակ տալ։ Հիմա չէ, քարոզարշավ չի, հիմա քաղաքական ուժերն դեռ դիրքավորված չեն, ուժերը գրանցված չեն։ Ռեալ քարոզարշավը, ուրեմն քարոզարշավը ընտրական ուժեղ Հայաստանը ընտրական օրենսգրքով քարոզարշավը սկսվում է այն ժամանակ, երբ որ քաղաքական ուժերը գրանցվում են եւ գործում է լրիվ այլ կանոններ, քան թե հիմա է։ Եվ քարոզարշավը շատ խիստ կանոնակարգված է։ Եվ այդ իմաստով դրա համար եմ ասում, էլի հիմա ասենք ֆունկցիան, որն է անդիմության, փոխել իշխանությունը։ Այդ ֆունկցիայի մասին է պետք մտածել։ Մնացած բոլոր քննարկումները Կիկոսի մահվան մասին է, որը վերջում մորթում են այդ ընտանիքի միակ առողջ եզը։ Հիմա ես ուզում եմ մեր օպոզիցիային խորհուրդ տալ, որ եկեք չգնանք այդ ճանապարհով, եկեք խելացի լինենք այս անգամ։ Ես այսքանով ուզում եմ այդ հատվածը ամփոփեմ, որովհետև ես չեմ ուզում հիպոթետիկ ինչ որ բաներ քննարկել։ Հիպոթետիկ բան։ Իշխանություններն էլ խորհուրդ են տալիս կամ կոչ են անում մեր ընտրողներին, որ եթե իրանք չեն լինելու իշխանության կամ եթե գործող ընդդիմությունն է լինելու, որոնք հավակնում են այդ հատկապես 3 ուժեր, ապա աշնանը կամ սեպտեմբերին, ինչպես Նիկոլ Փաշինյանը ասաց, պատերազմ կարող է լինել, որովհետև վերաբանակցությունը դա նշանակում է խաղաղության այս նրանց ստեղծած կառույցի փլուզում։ Իսկ ինչ են իրանք ստեղծել։ Օրինակ եկեք դրա բովանդակությունը քննարկենք։ Ինքն ասում է մեր պայմանավորված բովանդակությունը մի տարբերակով կարա լավարկվի, դեպի ավելի լավը դառնա։ Երկու տարբերակով կարա ավելի վատանա։
Հիմա ես կարծում եմ, եթե մի տարբերակի շանս կա, որ դրան լավացնենք, ուրեմն պետք է անպայման իրանց հեռացնել։ Եվ դրա մասին խոսում է Փաշինյանը, ինքը ասում է մի տարբերակով կարա լավարկվի։ 3 հնարավոր տարբերակներից։ Այսինքն ինքը խոսում է նրա մասին, որ հնարավոր է եղել ավելի լավ պայմանագիր ունենալ, բայց իրանք պայմանավորվել են այն ինչ որ կա։ Իրականությունը այլ է, իրենք չեն պայմանավորել ոչ մի բան։ Ուղղակի հոգնել են կամ չգիտեմ, իրանք հոգնածրել են կամ իրանք որ պայ հանձնվել են եւ որոշել են, որ ընդունում են բոլոր Ալիևի պահանջները, որ այս պահին ֆիքսվի էս ինչ որ կա։ Այսինքն այս ֆիքսում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ընդհանուր սահմանի երկայնքով չպիտի լինեն երրորդ երկրների ուժեր։ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակել են։ Որոշել են, որ Հայաստանը ինչ որ դատական գործ ունի, բոլորը պետք է հետ վերցնի։ Որոշել են, որ Արցախահայության իրավունքներով չպետք է զբաղվեն։ Որոշել են, որ հայ ժողովրդի քրիստոնեական ժառանգության հարցերը չպետք է բարձրացնեն։ Որոշել են, որ Արարատ լեռը պետք է հանեն բոլոր սիմվոլներից։ Որոշել են, որ Հայաստանի զինանշանը պետք է փոխեն։ Որոշել են, որ պետք է սահմանադրությունից անկախության հռչակագրի վերաբերյալ նախաբանի հղումը հեռացնեն։ Որոշել են, որ պետք է ադրբեջանցիներին բերեն բնակեցնեն Հայաստանում։ Որոշել են, որ պետք է մեր ստրատեգիական ճանապարհները մենք կորցնենք։ Չէ, հերթով փուլարփուլ կիմանաք հիմա։ Մի մասը ամսի 7-ից հետո պիտի լինի, եթե ինքը ընտրվի։ Ուզում եմ ասեմ, որ ամսի 7-ից հետո որոշում է լինելու, որ ադրբեջանցիները գան։ Եթե հանկարծը վերընտրվեն, ուրեմն ուշադրիցեք, եթե հանկարծին վերընտրվի Փաշինյանը, ես կասկած չունեմ։ Այսինքն չեմ կասկածում դրա վրա, ոնց ասեմ։ Կարամ բան անեմ, խաղադրույք անեմ, ինչ են ուզում անեմ։ Ուրեմն այդ իմաստով, երբ որ ինքն ասում է, մեր բովանդակությունը կվտանգվի, մենք բովանդակություն ենք պայմանավորվել։ Այսինքն բովանդակությունը, որ բերանները լիքն ասում են բովանդակություն, դա մի բան է, որ Հայաստանն 2 տարի ասելա չէ եղբայր։ Մենք համաձայն չենք սրա։ Այդ 2 տարի անց ի՞նչ է փոխվել, որ մեկը ասեն, չէ, լավ, սաղին համաձայն ենք։ Ի՞նչ է փոխվել։ Այդ այն բովանդակությունն է, որը մենք անդադար ասել ենք դեմ ենք։ Մենք նկատի չունենք ես մեջն եմ եղել, որ ասել ենք դեմ ենք, բայց պետության դիրքորոշում եմ ուզում ասել։ Հիմա էսա իրավիճակը, մարդիկ է պետքա որոշեն։ Հիմա օրեր առաջ մեկը իմ ընկերներից Երեգնաձորից քննարկում ենք ինչ-որ բաներ, ասում է կարող է, բայց ոնց որ թե կարող է վերընտրվեն էլի բան sense իշխանությունը ոնց որ կարող է հաղթի այս ընտրությունները բան։ Ասեմ, օքեյ, որ հաղթի, պետք է մտածենք ոնց ենք գալու ձեր տուն։ Ինչ ճամփով ենք գալու ձեր տուն, էլի, պետք է դա մտածենք, այդտեղ իմանանք ոնց գանք ձեր տուն։ Չգիտեմ ոնց ենք գալու ձեր տուն։ Որտեւ այդ ճամփեն, որ գասենք, չի լինելու։ Որ մարդիկ են հիմա ինձ ասեն, չէ, բայց մի րոպե, սոտիկի չի լինելու, հա։ Ոչ ճանապարհ։ Եղբայր կասկածում եք, որ չի լինելու։ Ոչ ճանապարհը։ Այն ճամփով, որ մի դուք գնում եք, այդ ճամփին չի լինելու։ Այն ճանապարհը, որտեղ գնում են Եղեգնաձոր, որտեղ որ գնում եք Սյունիքի մարզ, այդ ճանապարհը չի լինելու։ Պարշյուր չի լինելու։ Ինչ որ մեկի համար գաղտնիք որ չի լինելու։ Բոլորը գիտեն, որ չի լինելու։ Պրոստե, ասենք, ես ուզում եմ հասկանամ, մեզ բանի, որ ժողովրդական բանկ ասում է, մեզ շլանգի տեղ դնելու իմաստը որն է։ Մեկ կարա բացատրի։ Այն տրամաբանությամբ հիմա Տավուշի մարզում 12.9 կիլոմետր անունը դրել են սահմանազատում, Հայաստանի զորքերը հետ են քաշել ու Ադրբեջանը մնացել է Հայաստանի տարածքներում։ Այդ տրամաբանությամբ չի լինելու։ Ունդե մի հատ պատ են կառուցել, որ ես կոչվում եմ ամոթի պատ։ Իրանք գնում են այդ պատի մոտ նկարվում են, բայց դա մեր ամոթի պատն է, որովհետև ով որ այդ թեմայով բանա պայմանավորվել, ինքը չի կարող ասել ինձ պայմանավորվի, որ համ իրենք դուրս գան, համ մենք, մենակ մենք ենք դուրս եկել, իրենք մնացել։ Այդ տրամաբանությամբ չի պայմանավորվածությունների բանակցելու հարցն է, որ ինչպես ընդդիմադիրներն ասում են ուժեղ բանակցողա պետք, մենք ուժեղ ենք կգանք, թե զուտ հնարավորությունների հարց է, որի ունենալու դեպքում կարող է ուժեղ լինել չունենալու դեպքում այս իշխանությունը դա անվտանգային բազմաթիվ համակարգեր են, այդ թվում դաշնակիցներ, այդ թվում ռեսուրսներ մարդկային, այդ թվում նաև ֆինանսական եւ տարբեր։ Այս հարցի պատասխանը տվել է Փաշինյանը։ Այնինչ շնորհակալ եմ դիրա լայվի համար չեք պատկաստ։ Ինքը ասել է 3 տարբերակից մեկով կարա լավանա։ Այդ մեկ տարբերակը մենք պետք է փորձենք։ Մենք դատապարտված չենք, հասկանում եք, մենք որ պատերազմ պարտվել ենք, դա չի նշանակում, որ այդ պարտությունը մուլտիպլիկատիվ բազմապատկման հայերեն ասեմ, էֆեկտ ունի։ Ինչ է նշանակում դա։ Նշանակում է, ասենք, չես կարող ասենք մի հատ որ պարտվել ես, անընդհատ այդ ասենք դու այդ պարտված լինելու համար անընդհատ դու զիջես։ Չի լինում։ Մի հատ պարտվել ես, արդեն դա զիջում է, արդեն դա արձանագրվել է։
Այդ պարտությունն է պետքա պատվով ընդունել, էլի։ զիջումները, Պատվով այդ ընդունել, պարտության արձանագրել, դասեր շարունակությունը։ քաղել, բան շարժվել առ, ոչ թե բանը հողը լցնել գլխիդ են, որ վայ մեր մահը եկել է, սաղ ինք քարոզել, որ սաղ դասալիք են, սաղ վատն են, սաղ փախել են, սաղ թռել են, սաղ դավաճանել են, սաղ գցել են, ոչ մի զենք չի կրակել, սաղ վատա, բան, սա տես չի, չէ։ Դա հերույ է իրականությունից։ Չէ, բայց եթե մեկը փախել է, նայեք, ինչ որ մեկը փախել է, հաստատ։ Ինչ որ մեկը միտեղից փախել է, կասկած չունեմ։ Կա 10 հոգի է փախել։ Բայց դա բան անել, պրոյեկտել հազարավոր մարդկանց վրա, դա բառը չեմ գտնում այդ գնահատականը տալ։ Կամ եթե մի հատ ինչ որ ռակետ չի կրակել, կարող է մի հատ չի կրակել, կա 10 հատ չի կրակել։ Բայց ֆիքսել, որ մեր 1000 հատ ռակետն չի կրակել, սխալ է։ Այսինքն այդ տրամաբանությունը, հասկանում եք, կա դու մի հատ լավ բան ունես, փորձում ես լավը բազմապատկես։ Կամ մի հատ վատ բան ունես, վատը տես բազմապատկում, դեմոտիվացնում ես բոլորին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ է արել այս ընթացքում, որ անընդհատ կռվել ենք դրա համար։ Ասում ենք ախպեր ջան, մի դեմոտիվացրու այս ազգին։ Դու այս ազգին անդադար դեմոտիվացնում ես, փնովում ես, անդադար։ Հասկանում ես, Ալիևը անդադար իր ազգին մոտիվացնում է, անդոր մոտ չի մոտիվացնում է, ասենք Իրանի դեմ կամ չգիտեմ ում դեմ ասեմ, Ռուսաստանի դեմ գնան Ռուսաստանը գրավեն, մոտիվացնում է մեր դեմ։ Անդադար մեզանից է ուժեղ, ոչ թե Իրանից եւ Ռուսաստանից։ Շատ լավ հասկացանք։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ մենք անդադար դեմոտիվացնում ենք մեզ ինքներս, մեր ժողովրդին, որ մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Մենք աղքատ գլուխներով դավաճան մարդիկ ենք, ասես սաղս փախած, թռած, չծառայած, բան մարդ, ոչ մի բան չենք կարող անենք։ Անզենք, բան չեմ չափազանցնի, դուք Նրանք ասում են մենք խաղաղություն ենք բերել, այլևս Իսկ մի հատ ձեզ բան ասեմ, ձեր հարցից բացվեց, չէ՞ սա, որ ասում են պատերազմ է։ Պատերազմ կլինի, եթե մենք չընտրվենք։ Ընդ որում մի հատ ասել է սեպտեմբերին կլինի։ Մի հատ էլ երեք ասած սենց, ասեց անողոք, չէ, անողոք թե մի րոպե, բան, դաժան եւ մի հատ բառ օգտագործեց, ոնց որ բան էլի անգլերեն devastating անգլերենից թարգման է, բայց այդ հայերեն բառը չի գալի միտքս էլի, որ բանը երևում է որ նորեկ եկել։ Այդ ձևի պատերազմա լինելու։ Այ ախպեր ջան, լավ մի րոպե, այն օրն ասիր պատերազմ անել։ Հիմա ասում ես անողոք, քանդուքարափանող, կործանար ոնց որ ասեց։ Պատերազմա լինելու, հիմա ասում եմ, լավ, բա Հնդկաստանի զենքերը միլիարդավոր որ արել են, այդքան գովազդում եք, հեսա պարադ եք անելու։ Բունկերներ եք կառուցել մարդկանց տանը, մեկ ցույց եք տալիս։ 25-օրյա հավաքներ եք անում, միլիարդավոր դրամներ է ծախսվում դրա վրա։ Ասում եք բանակը ռեֆորմի են ենթարկել, միլիարդավոր դրամներ եք ավելացրել բյուջեում բանակի։ Բանը Եվրոմիությունը մեր թիգունքին է, Տրամպը մեր թիգունքին է, ՆԱՏՕ-ն մեր թիգունքին է։ Հասկացանք, բալանսը երբեք հավասար չի։ Երբ է հավասար է այդ բալանսը։ Դա նշանակություն ունի։ Գիտեմ որ ունի, բայց ուզում եմ ասեմ, եթե այդ սաղ դուք արել եք, արա այդ անողոք, այդ դաժան, այդ կործանարար պատերազմը խիպտի լինի։ Գոնե ասի պատերազմ կլինի, չասի, ասենք ասում պետականությունն է, պետք է ասեք, պետականությունը կկորցնենք ասում։ Այսինքն Հայաստանի պետականությունը այսօր իշխանությունը կապել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա մարդ է Նիկոլ Փաշինյանը։ Ասենք թող առողջ լինի, իրան ոչ մի անձնական վատ բան որևէ մեկը։ Իշխանության տեսակետից դա նորմալ է, որտեղ ինչ անշանակում մի մարդու, այսինքն այս ազգը, այս հազարամյա ազգը կապված է մի հատ 50 տարեկան մարդու հետ, հա։ Այս 50 տարեկան մարդը որ չեղավ, շո մենք կործանվելու ենք։ Էլ ոչ մի շանս չունենք, այսինքն այս պետականությունը, որ 700 տարի մեր պապերը երազել են, որ պետություն ունենան, այս 700 տարվա երազանքը եկել է ամփոփվել, ներծծվել է մի մարդու մեջ։ Իր անունը Նիկոլ Փաշինյանն է, եթե ինքը ընդ որում ոչ թե վերընտրվի, ուշադիր լսեք։ Սահմանադրական մեծամասնություն չունենա, այս երկիրը չի լինելու։ Չի լինելու, գնացեք, փախեք, կործանվեք։ Կամ մի հատ ուրիշ տարբերակ ունեք։ Առավոտը 8-ին չէ, 7-ից գնացեք տեղամասեր, հերթ կայնեք, որ ընտրեք։ Գիժեք, ասի չեք անում։ Որ երկրի ղեկավարը կարա ինքը իրան նույնացնի իր պետականության հարատևության հետ։ Մենք ունեցել ենք նման երկրի ղեկավար։ Որ ասել է 18 թվականին Սերժ Սարգսյանը ասում էր ես գալիս եմ։ Ասում էր որ չելնեմ Ղարաբաղը չի լինի։ Մի րոպե, մի ուշադիր։ Ասում էր որ չելնեմ Ղարաբաղի հարցը չեն կարող ուզեն։ Հանկուր ստեղ արդեն Ղարաբաղը չկա, Հայաստանը չի լինելու։ Կամ ասենք լավ, եթե Սերժ Սարգսյանը տենց արել է։ Ինքը դե վատն էր, բարձր։ Դրա համար հեղափոխություն է եղել, շուրթերել է փողոց, գետերի պես լցվել են փողոցները եւ մերժել են իրան։ Ինքն էլ մերժվել է, հորաժողական տեղ գնացել։ Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությունը խիա շարունակում։ Յանը վատն էր, վատ բան արել, ուր էս նույն բանը անում։ Բայց նա չի ասի Հայաստանը չի լինի, որ ես վարչապետ չդառնամ 3-րդ ժամկետում։
Իրանք հիմնավորում էին, որ այ Ղարաբաղյան հիմնահարցի կոնտեքստում ինքը Այն ժամանակ արդիական էր Ղարաբաղյան հարցը։ Հա, հիմա Հայաստանն արդեն արդիական։ Բան չի մնացել, էլի մեծ 700 տարի պապերը պետություն են երազել, եկել են ընկել, բացտեն միայն Նիկոլի հույսով է այս սախ։ Չլինի Նիկոլը մենք կործանվելու ենք, էլի։ Պարոն Մարուկյան, իսկ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իր իշխանության հետ միասին ասում են մենք որոշակի արդեն խաղաղություն բերել ենք, անվտանգության որոշակի երաշխիքներ կան, զուտ նրանով որ խաղաղությունը ապահոված է եւ որ Անդիմադիր ուժերը, որոնք գալիս եւ ասում են մենք պետք է վերաբանակցենք, դա արդեն այդ խաղաղության փլուզում է։ Չեք կարծում, որ իսկապես այդպես է վերաբանակցելը եղած բավականին դժվար ճանապարհով ձեռք բերված այս խաղաղությունը, ինչպես դուք եք ասում, զիջումներով, մի հատ վերաբանակցման հարց դնելը եւ պահանջներ ներկայացնելը արդեն իսկապես կարող է նոր պատերազմ։ Նախ ով ասել որ վերաբանակցելու են։ Այսօր անդիմադիր ուժեր կան, որ ասենք Նիկոլ Փաշինյանից ավելի բետար Նիկոլ Փաշինյանն է։ Ասենք ինչ ասել է, իրանք ասում են այո մենք դա կանենք։ Ինչ հարց ասել ասում մենք դրա կողմից ենք։ Ախպեր դե դրա կողմից եք նա ինքը կա էլի դուք եք ուզում դառնալ։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքով ասում է։ Ասում է վերաբանակցելու են, ես չեմ Այո, լսել։ նոր ուժեր ասում են մենք ասում են։ Դուք ինչ եք ասում։ Մենք ես ասել եմ որ վերաբանակցելու ենք, բայց հա ես ասել եմ որ ես քանի որ բանակցությունից տեղյակ եմ։ Ինչն եք վերաբանակցել։ Ես վերաբանակցելու եմ որ մեր թորները իրավունք ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով օրինակ Միացյալ Նահանգների ռազմաբազա տեղակայեն կամ Իրանի Իսլամական Հանրապետության կամ Ռուսաստանի կամ Ֆրանսիայի մենք չգիտենք 50-100 տարի հետո ինչ ալնելու այս ռեգիոնում չէ կարող 50-100 տարի հետո Իրանը դառնում է մի հատ ոսկի ժողովրդավարական դեմոկրատ ռեգիոնի ազատության ջահը պահած երկիր օրինակ ուզում ենք ռազմական համագործակցենք ռազմաբազա դնենք կամ լավ մեր սիրած ֆրանսիականը դնենք հիմա իր պայմանավորված բովանդակությամբ իրավունք չունենք մեզ զրկել է այդ իրավունքը։ Ում հետ եք վերաբանակցելու Ամերիկայի եւ Ադրբեջանի։ Ամերիկայի եւ Ադրբեջանի հետ չէ բանակցությունները, Ադրբեջանի հետ է։ Ադրբեջանի հետ։ Ամերիկան ինչ կապ ունի։ Ձեր կարծիքով դա հնարավոր է իշխանություններն ասում են ոչ պետք չի մենք սրան էլ կգնանք ինչ։ Այո, իմ կարծիքով դա հնարավոր էր, երբ որ կար փուլ բանակցային, որից ես որոշակի տեղեկություններ ունեմ, Հայաստանը չէր համաձայնվում դրան եւ գիտեր որ հնարավոր է դրա համար չէր համաձայնվում եւ շատ հիմնավոր շատ հիմնավոր էր բայց միտումնավոր չհամաձայնվեց որպեսզի հերթական զիջում անի ասում եմ շատ հիմնավոր մենք բացատրել ենք որ մենք այդ կետի հետ չենք համաձայնվել Ադրբեջանի այո հետո ես ո՞ւմ էր Ադրբեջանը այսինքն այն պահին որ ես եղել եմ Ադրբեջանի հետ մեր դիրքորոշումը դա է եղել Բայց Ադրբեջանը չի ընդունում որ օրինակ ես եւ դուք ստեղ լինենք հիմա ինչ մենք կանք չէ ասենք Ադրբեջանը չի ընդունում որ sense երկիր պիտի լինի հիմա բայց կանք չէ ասենք ուզում ասեմ ինչ ասում ընդունել էր բանակցային process է ինքը ասում է A դու ասում ես B ինքը ասում է 2-ին գումարած 2 դու ասում ես մի հատ էլ գումարած 7 հիմա դա բանակցություն է հիմա 2 տարի է այդ բանակցությունը գնացել է իմ հրաժարականից հետո որոշ ժամանակ անց մենք արդեն ես մամուլից բնականաբար տեղեկացել եմ որ իրանք համաձայնվել են այդ պայմաններին Ինչի, ոնց, խի, եւ իրանք ոչ մեկին չեմ բացատրել, թե ինչի են համաձայնվել։ Մի հատ այնս դեմքով են ման գալիս այն բանի այդ Հարսնացուն հյուսիսի Մուրադի դեմքով, որ մտան մի հատ մի մեծ փառապանց բան է, ինչ է կարևոր ասել։ Այս ինչ է կարելի ասենք, հակառակորդը ձեր դեմ իջնել ասել եք եղավ։ Գալու եք իշխանության եւ ասելու եք մենք սկսում ենք, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց։ Ոչ թե ասելու ենք, հենց որ եկանք դա արդեն պարզալին որ պետքա խոսանք այդ թեմաները, որովհետեւ այդ թեմաները փակված չեն։ Այդ թեմաները փակված չեն։ Եթե ձեզ խաղաղության այս գործընթացը լինելու է ոչնչանալու է այս։ Չկա խաղաղության գործընթաց, չկա խաղաղության։ Կա, չէ, արդեն երկար ժամանակ չի։ Նայեք, դուք ասում եք խաղաղություն չեք ճկում, դա պատրանք է։ Կոնտակտներ ունենք, արդեն ապրանքա գալիս, խոսում են արդեն շուտով ապրանք։ Հա ինչ անենք, այն ժամանակ էլա գալու, ինչ խնդիր կա։ Ապրանքի խնդրեմ կա, մենք բենզինի խնդիր ունենք, գնացել իրանցից բանը, ընկել ենք ոտներները բենզինի։ Չէ, դիվերսիֆիկացրել ենք ասում։ Չի ենք որը ճիշտ է անվտանգային տեսանկյունից։ Ինքը ինչի՞ց է ճիշտ։ Հայաստանը երբ չի բենզին ունեցել, որ մի դիվերսիֆիկացել է։ Ինչն է ճիշտ։ Որտեվ հիմնական բենզինը Ռուսաստանից էր գալիս, որպեսզի Ռուսաստանը չէ, ով ուզում է լինի, եթե հիմնական նախ Բուլղարիայից էր գալիս, ես շատ դեմ, եւ որտեղից ասես գալիս էր, չէ՞։ Հիմնականը մի երկրից եթե գալիս է, դու գիտեք, ես չէ։ Ախր մի երկրից չէ այդ բենզինը, դա սուտ ինֆորմացիա է։ Դա պրոպագանդա է, մի երկրից չի եկել։ Եկել է Եվրոպայից գոյություն ունի։ Ինչ է։ Հիմա էլ է գերակշռող գալը։ Հիմա Ադրբեջանով գալիս է ռուսական բենզին ախր։ Բայց հիմա հեռանկար կա, որ այլ երկրներից էլ կգա եւ եթե Ռուսաստանն չտա մեզ մենք հասկացանք ինչ է փոխում այդ բենզինը, ինչ է փոխել հայ ժողովրդի կյանքը։
Արի չնվաստանանք, մենք չնվաստանանք, չեմ ուզում իրենց բենզինը։ բենզինը։ Նես որ Հայաստանը բենզին չուներ, ցորեն չուներ, կարտոֆիլ չուներ։ Հիմա հետ գալով էլի մի րոպե։ Ասում եք խաղաղության գործընթաց։ Չթողեցիք ես ձևակերպել, որը անվտանգային բաղադրիչ է։ Անվտանգային բաղադրիչ է դիվերսիֆիկացումը, բայց դա չի նշանակում, որ դու քո սուվերենությունը պետք է զիջես, թե ինչա, թե երկրորդ, երրորդ տեղից բենզին ես բերում։ Ես ուրիշ բան եմ ասում։ Երբ որ ասում ենք խաղաղություն, ցանկացած խաղաղության գործընթաց, ինքը խաղաղության գործընթաց է, եթե կա համակարգ անվտանգությունը ապահովող, այսինքն անվտանգությունը ապահովող երաշխիքների ինստիտուցիոնալ համակարգ, որ եթե հանկարծ այն կողմը, որը որ քեզ սպառնում է պատերազմով, ուզենա սպառնալ, հա, այսինքն պատերազմի սպառնալիք, հա, կամ հենց պատերազմ, չէ՞։ Այդ երկու պարագայում էլ քո ինստիտուցիոնալ համակարգերը գործեն եւ կանխարգել են։ Ոչ թե պատերազմերնի քեզ ռակետ տան դու կրակես, դա արդեն վերջ։ Պատերազմը սկսվել է, այդ ռակետը կկրակես, չես կրակի դու գիտես։ Ոչ կանխարգելվի պատերազմը։ Այսօր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում գոյություն չունի որևէ ինստիտուցիոնալ հենք, որով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորված է։ Հետևաբար, քանի որ դա գոյություն չունի, խաղաղության գործընթացի մասին խոսակցությունները միայն նրա մասին են, որ այս մարդկանց թողեք մի անգամ էլ ընտրվեն, որ հենց ընտրվեն, այդ ցախ գործընթացի վերաբերյալ այդ փուչիկը պայթելու է, հետո գալու են ու ասում են դե հիմի գալիս ենք ձեր տներում բնակվելու։ Այդ վատ ժամանակը չեք ասել։ Որը պետք է լինի այդ ինստիտուցիոնալ հենքը ըստ ձեզ, դուք ինչ եք բերելու, եթե ընտրվեք։ Եթե ես լինեմ բանակցողը, մենք տարբերակներ ենք ունեցել, օրինակ իմ առաջարկությամբ, քանի որ հիմա բաց է, արդեն այդ ամեն ինչ հրապարակված է, իմ առաջարկությամբ մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երաշխավորների ինստիտուտ, որ Հայաստան-Ադրբեջան ստորագրվելիք խաղաղության պայմանագրի փաստաթուղթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով հաստատվի։ Սա մեկ։ Մյուս առաջարկն էլ եղել, որ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ներդրվի, որոնք կլինեն մեզ հայտնի ուժերը՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն մենք ունեցել ենք տարբերակներ, որոնք մենք կարող ենք առաջ մղել։ Նայեք, ես սա քանի եթերներում ասել եմ, նորից ուզում եմ ասել։ Երբ որ դուք գնաք հիմա, օրինակ ձեր մեքենան կամ բնակարանը, որևէ գույք վաճառելու, դուք գնորդի հետ տետատետ այդ գործարքը չեք անում։ Ինչու՞։ Օրենսդիրը, այսինքն մենք ժամանակին կամ մեզանից առաջ ինչ որ մեկը, ովքեր որ օրենսդիր են եղել։ Մենք օրենքներ են գրում, սահմանում են կանոններ եւ ասում են քաղաքացուն, որպեսզի չխաբի այն մյուս քաղաքացին կամ ընդհակառակը։ Այս երկուսի արանքում պետք է լինի ինստիտուտ, որը նոտարն է, որ դուք գնում եք նոտար, նոտարի մոտ պայմանավորվում եք, դու տալիս ես ինքը տալիս է գումարը, դու տալիս ես մեքենան կամ գույքը եւ որ հանկարծ որևէ մեկը չխաբի գործարքը տեղի ունենա։ Այսինքն մի հատ անձնական կյանքում եղած գործարք, այդ անգամ զույգը որ ուզում ամուսնանա, իրար սիրում են, իրար սիրում են, պիտի ամուսնանան, գնում են ԶԱԳՍ, որ մի հատ ինստիտուտ։ Այդ բանը արձանագրի հիմա ես ձեզ ուզում եմ ասել Մինսկի խումբը աշխատեց, չէ, երկու տասնամյակից ավելի կար ստեղծված էր բանակցություն։ Ուրեմն Մինսկի խումբը որ չի աշխատել, Մինսկի խումբը ես Մինսկի խումբի անուն չեմ տվել։ Ֆրանսիա, երբ որ նրանք հիմա ճշնամական հարաբերությունների մեջ են։ Ավարտեցիք նայ։ Ես Մինսկի խումբի անուն չեմ տվել։ Ես ուզում եմ ես ուզում եմ պրոստը քաղաքացուն բացատրել, որ չի կարող հաղթողի եւ պարտվողի միջեւ առանց միջնորդ ինստիտուցիոնալ երաշխիքների հաստատվել խաղաղություն։ Աշխարհում չի եղել այդպես բան ու չի լինելու, նաև դա չի լինելու հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Ձեզ խափում են, չկա աշխարհի պատմության մեջ։ Հակադարձում են եւ ասում են դուք այդպիսով 3 երկրներ թվարկեցիք, այդ թվում նաեւ Ռուսաստանը, այլ ընդդիմադիր ուժերի հետ նորից փորձում եք Ռուսաստանին խաղի մեջ բերել այս Ռուսաստանը այդ 3 ուժերի հետ ինքը մի մարմին է, մի ինստիտուտ է եւ ես նաեւ մեր առաջարկության մեջ մենք 2 առաջարկ ենք արել։ Մենք նկատում ենք Հայաստանի Հանրապետությունը, Էդմոն Մարուկյանը չէ, բայց ես եմ առաջարկել։ Մեկ եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ են, այնտեղ Չինաստան կա, Ամերիկա կա, Միացյալ Նահանգներ կա, Մեծ Բրիտանիա կա, Ռուսաստանի Դաշնություն կա, այսինքն պերմանենտ անդամներ են, որոնք ատոմային գերտերություններ են։ Որից երկու երկրի միջև որ խնդիր առաջանա, մենք գնանք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ասենք տղեկ ջան, բան ենք պայմանավորվել, դուք հաստատել եք, եւ հիմա այս պայմանավորության մեջ խնդիր կա։ Վաղը մյուս օրը
այդ խնդիրները կարգավորող մարմին չկա։ Վեճերի, եթե կողմերի միջև վեճեր լինեն, որը լինելու է, չի կարա չլինի։ Կողմերի միջև վեճեր լինեն, որ մարմինն է կարգավորում։ Խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չի, գուցե եւ դուք որ ասում եք ես եմ Այսինքն նայ, Փաշինյան Ալիև ՄԱԿ-ի ձեր ասած այդ առաջարկությամբ լինելու է ներգրաված չի լինի, ոչ։ Փաշինյան Ալիև պայմանավորվածությունները եւ նախաստորագրված Միրզոյան Բայրամով փաստաթուղթը կա, հրապարակային է, այն բացահայտ է։ Այնտեղ նաև նշված է, որ այն անփոփոխելի է, այսինքն այս իշխանությունների օրոք այն չի փոխվելու։ Դա համար Փաշինյանը գիտի էլի ինչ ասում, ասում է մի հատ շանս կա, եթե մենք չլենք կլինի, բայց երկու հատ է շանս կա։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ փաստաթուղթը այս ձևով, եթե մեկին թվում է, որ դրա բովանդակությունը մի հատ ժողովրդի ոնց ասեմ, այն լեզու որդը ասում, մի հատ գժական, մի հատ թույն ոնց են ասում են, որ ասենց որ շատ ավելի մի հատ բան են պայմանավորվել, որը ասենց դողդողալով, գուրգուրելով, պետք է գնանք բան անենք, սաղ ազգովի, գնանք տներից մարդկանց հանենք, տանենք զորով տեղամասեր, որ իրանց ընտրեն, որ հանկարծ դա չփոխվի, այդ ձեր ցավը տանեմ, դա այդ չի։ Դա իշխանություններն էլ ասում են, որ դա այդ չի, թույն չի, դա այն է, ինչ որ հնարավոր է եղել։ Շատ հետաքրքիր, շատ դիպուկ բան ասացիք։ Ես սիրեցի ձեր ձևակերպումը, բայց նման Ես սիրեցի ձեր ձևակերպումը։ Այո, իրանց պարագայում միգուցե դա էր հնարավոր։ Հետեաբար քաղաքականությունը հնարավորինի արվեստն է։ Իրանք կարողացել անել դա, այսինքն դա ինչ է, այսինքն համաձայնվել են ինչ որ ասում է Ալիևն, այս ինչ որ բան են, ընդ մի հատ տար փոխել են, մի հատ բարստեից հանել են բերել էս կողմ։ Չէ, ինչ ասել է, համաձայնվել են տառացի, բառացի։ Հիմա օքեյ, մենք կրակնենք ընկե իրանց ձեռը։ Հասկացանք, լավ ժողովուրդ ջան, եկեք փոխենք այս մարդկանց, ուրիշ հնարավորություններ կբացվեն։ Եվ ով է ձեզ ասել, այսինքն իրանք են դեպարդ ասում, բայց ով է ասում էլի, որ ասենք այդ ուրիշ հնարավորությունները ավելի վատն են։ Հասկանում եք, ով է ասել, որ իրանք եթե Էդմոն Մարուկյանը եկուց գնա Բայրամովի հետ խոսալու, ավելի լավ արդյունք չի լինելու, ով է ասել։ Ով է դա պնդում, չկա տենց պնդում։ Ուղղակի այս իշխանությունը սպառված է։ Ես իրանց էլ եմ հասկանում։ Չեն կարա իրանք էլ ավելի լավ բան անեն, deliver անեն, էլի որպես product տան մեզ, հասկանում եք, չենք, իրանք ասում են մենք էս կարանք անենք, հասկացանք, եղբայր եղավ, դուք գնաք տուն։ Всё, ապրեք, լավ է, 4-5 միլիարդ դրամ էլ հիմա են բաժանում, մինչև հունիս իրար մեջ 4-6 միլիարդ դրամ։ Եթե կերեք ու գնացեք։ Կամ ուտելով գնացեք։ Բայց ասել որ բանա եթե իրանք չեղան, մենք կործանվելու ենք, այնով են էկոնոմիկայի մինիստրն էր ասում։ Ասում է Ես երկու օրն ինչ որ բաներ դեր ասում եմ, հիշում եմ 18 թվի հեղափոխական օրերը, ինչ օրեր։ Այդ վաղտ ինքը հանրապետականից է եղել։ Եթե օրերը, ինչ մի քիչ հեղափոխությունը։ Ով է իրան տես հեղափոխության մեջ, ինչա խոսում չեմ ջոգում։ Բայց լավ անցնենք։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ասում եմ մենք որ չլնենք, չի լինի խաղաղություն, չի լինի թրիփ, չի լինի արհեստական բանականություն, չի ոչ մի բան չի լինի։ Այո, որտեղ ընդդիմադիրները ընդհանուր մինչև թրիփին ասում են պետք է Ռուսաստանը, տարածաշրջանային երկրները ներգրաված լինեն, ինչը այս պարագայում Իսկ դուք նկատել եք որ թրիփից Նիկոլան կել չեն խոսում։ Այ ես ուզում եի թրիփին գալ։ Իսկ կա թրիփը փոզմիշա եղել, հա, որ դուք հիմա ասեք, փոզմիշա եղել, թե չէ նկատի ունեք Փաշինյանը դասի, ինքն է, իրա ձեռքբերումն է։ Իրան-Իսրայել, դուք ձեր տպավորությունը որպես քաղաքական գործիչ, Իրան-Իսրայել, Իրան-Ամերիկայից պատերազմի արդյունքում այդ ենթատեքստում հավանաբար նկատի ունեք։ Ես ձեզ կպատասխանեմ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, որ դուք չկարողանաք հակադարձել։ Նա ասաց թրիփը ամերիկյան առաջնահերթություններում չի հիմա։ Հասկացաք ինչա տեղի ունեցել։ Դե հիմա դուք բացեք, եթե կիսում եք այդ կարծիքը։ Պետք է իրան խնդրենք ինքը բացի։ Դուք ձեր տպավորությունները Իմ տպավորությամբ այդ հարցը նախագահ Թրամփի ոչ թե սեղանի վրա չի, այլ որ իր դուրը բացում ես գնում ես, ես եղել եմ էլի սպիտակ տանը, որ դուրը բացում ես գնում ես, այս քարտուղարին հետո այն մի հատ սենյակն, հետո այն իջնում ես, դուրս ես գալիս, գնում ես այն ներքև, անցնում ես, դուրս ես գալիս, բան այդ սենյակներից ոչ միտեղ չկա այդ։ Եթե ոչ միտեղ չի։ Այդ որ ինչի։ Նախագահ Վենսը Հայաստան կգար նման մեծ նշանակություն տալով։ Բայց Վենսը երբ էր եկել։ Վենսի գալու աշխարհը։ Ուրիշ։ Ամինե ջան, Վենսի գալու աշխարհը էլ չկա։ Սա մի աշխարհ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը 72 ժամվա մեջ 10 երկրի հարված է հասցրել։ Այն աշխարհը, որ Վենսը եկել էր այստեղ, չկա էլ։ Աշխարհը շատ արագ է փոխվում։ Եվ այդ աշխարհը չկա։ Այն աշխարհը, որ մենք ենք հիմա ձեր հետ զրուցում եմ, կարող վաղը սա փոխվի։
Մենք այսօր խոսում ենք այսօրվա Շատ հնարավոր է, պարոն Մարուկյան, Հիմա այն այսօրվա աշխարհը, դրությամբ։ որ մեր J.D. Vance-ը, հիմա J.D. Vance-ը գնում է բան, Օրբանին աջակցելու։ Գնալու է Հունգարիա, Բուդապեշտ, որ Օրբանին աջակցի։ Այսինքն եկավ Փաշինյանին աջակցելու, իմել գնում է Օրբանին աջակցելու։ Օրբանին աջակցելու նաև գնացել է Բենյամին Նեթանյահուի տղան։ Մի տեսնենք Օրբանը կհաղթի ընտրությունները, թե չի։ Օրբանը դնենք մեր կողմ, մենք մեր։ Չէ, Օրբանը կարևոր։ Ես ուզում եմ հասկանալ, ինչու։ Դե կարևոր դերակատար է ԵՄ-ում։ Հայաստանի համար էլ է կարևոր Օրբանը, որովհետև Օրբանը Ադրբեջանի խնդրանքով վետո էր դնում Հայաստանի օգնության դեմ ԵՄ-ից։ Օրբանը Բայց ես ուզում եմ ամեն դեպքում հնարավորությունները գրանցեք, ներկայացրեք կամ վտանգներ այս Իրանյան պատերազմի արդյունքում Թրիպի նշանակության դեպքում։ Եթե Փաշինյանը մնա, ոչ մի լավ բան չի լինելու։ Ոչ մի լավ բան չի։ Իրան-ամերիկյան պատերազմում Չի Իրանի-ամերիկյան չէ։ Նայեք, այդ պատերազմը, ցանկացած պատերազմ ճգնաժամ է, ճիշտ է։ Ցանկացած ճգնաժամ հնարավորությունների դուր է բացում։ Հնարավորություններ են բացվելու Հայաստանի համար, այդ հնարավորություններից այս իշխանությունը չի կարող օգտվել։ Չունի պոտենցիալ։ Ինչու՞, որտեվ ամեն ինչ սկսում է հասկանալուց։ Նախ պետք է հասկանաս, անալիզ անես ու գործողություններ անես, չէ՞։ Մեր իշխանության մեջ խնդրեմը սկսում է առաջի փուլում։ Չի հասկանում, որ չի հասկանում, սխալ անալիզ անում, սխալ անալիզի արդյունքում սխալ գործողություններ անում ու կանգնում է մի հատ խնդրեմ։ Իշխանություններին դնենք մի կողմ։ Չէ, ասում եթե իրան կընտրվեն, տարածաշրջանային դուք ավելի լայն կոնտեքստում խնդրում եմ։ Ավելի լայն կոնտեքստում հնարավորություններ են բացվելու վերընտրվելու դեպքում։ Հնարավորություններ են բացվելու որ դեպքում։ Բոլոր։ Որ Իրանը ցավոտ պարտություն չունենա, չասենք հավանաբար հաղթել, միգուցե դա իրականություն։ Շատ դժվար է ստեղծել ով է հաղթում ոնց։ Շատ լավ։ Եվ այն դեպքում, որ Ամերիկա-իսրայելական այդ ընկերությունը կա։ Եկեք ես ձեզ որպես դիվանագետ պատասխանեմ։ Երկու դեպքերում էլ հնարավորություններ են բացվելու։ Ես չեմ ջատագովում այդ դեպքերից։ Եթե Ամերիկան Մեզ պետքա կայուն Իրան, ամբողջական Իրանի Իսլամական Հանրապետություն, չփլուզված, ամբողջական։ Բայց ես ուզում եմ ասել, որ բոլոր կոնֆիգուրացիաներով մենք Իրանի Իսլամական Հանրապետության հարևան պետություն ենք եւ միակ երկիրն ենք, որին չի հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պատերազմի ընթացքում։ Բացվելու են հնարավորություններ։ Հարվածել է, դուք դա հարված եք համարում, ինքը ժխտում է։ Գոնե ամեն դեպքում հիմա ինչ որ բան եղել է, հիմա պրովոկացիա է արվել, իմ կարծիքով պրովոկացիա արվել։ Բայց եղել է ինչ որ բան։ Ոչ Իրանի։ Հիմա մեր պարագայում կներեք, էլի շատ կարևոր է, մեր պարագայում անգամ պրովոկացիա չի եղել, էլի, փառք Աստծո։ Մենք այսպես մի հատ իրավիճակ ունենք, որը լավն է իրավիճակը։ Հիմա ասում եմ հասկանալ իրավիճակը, անալիզ անել ու գործողություններ։ Էսա։ Լավ, ինչ հնարավորություններ մասին եք խոսում։ Ենթադրենք, հիմա ես եթե օրինակ վերլուծություններ կան, ասում են, եթե շատ կոպիտ կերպով կտրուկ կերպով Իսրայելն ու Ամերիկան հաղթեցին եւ պարտության մատնեցին Իրանին, այդ դեպքում կարծիքա թե ինչին է պետք Թրիպը, երբ որ Իրանի միջոցով արդեն Իրանը կլինի նրանց վերահսկողության ներքո եւ Իրանի միջոցով կկարողանան ուզենան գնալ։ Բայց Իրանի միջոցով հիմա էլ են կարողանում ուզում են գնալ։ Ադրբեջանը Իրանի միջոցով ճանապարհ ունի, հենց հիմա է գործում։ Ադրբեջանի մասին չէ։ Բա ում մասին է։ Ամերիկայի եւ Իսրայելի։ Դե Ամերիկան ու Իսրայելն են ուզեցել Հայաստանով անցնել առանց հայերին հանդիպելու։ Այդ հետաքրքիր բան է։ Բայց Ամերիկան եւ Եվրոպան հատկապես հայտարարում են, որ սա լինելու է տրանսկասպիան այդ ավազանի։ Շատ լավ, էլի թող լիներ, բայց հայերին չհանդիպել այդ ճանապարհի վրա դա ում բան։ Ես այլ հարց եմ տալիս։ Ես էլ այդ հարցին եմ պատասխանում։ Ես դեմ չեմ, որ դուք եթե ուզում եք իշխանություններին քննադատել։ Չէ, չեմ, ես իշխանություններին դեռ բան չասեցի, ասեմ Ադրբեջանը ինչի է ուզել։ Ինչի էր պահանջում մինչև այսօր, որ ինքը այդ ճանապարհով անցնելուց չպետք է հայերին տեսնի։ Դա էթնիկ զտում է մեր կոմունիկացիայի վրա։ Այսինքն նշանակում է մենք մեր կոմունիկացիայի վրա, մենք մեր կապուհու վրա չպետք է լինենք։ Միջազգային հայոց ցեղասպանությունն էլ է տենց եկել։ Այսինքն որոշել են, որ մենք ինչ որ տարածքում չպետք է ապրենք։ Ու մեզ սկսել են հանել այդից։ Ով դուս է եկել, դուս գալով են տենց անապատներով տարեն դե կոտորե, ում տեղում են կոտորե, ում գիշերն են տարե սպանե։ Դա էլի որոշվել է, որ դուք ստե չպետք լինեք։ Շատ լավ, բան։ Դա տենց հերու չի, էլի 100 տարի։ Հասկանալ, իրանական պատերազմի ավարտից հետո ի վերջո ավարտվելու է կարող է երկար տևել, կարող է երկար չտևել, կարող է ստեղծվել իրավիճակ եւ որը կարող է լինել այդ իրավիճակը, որի հետ Հայաստանի իշխանությունները կապ չունեն, դուք կլինեք Նիկոլ Փաշինյանը կլինի թերորիստը։ Քանի որ ես հավակնում եմ ապագա իշխանության մեջ լինել, ես կաշկանդված եմ, ես ձեր համար վերլուծաբան չեմ, որ վերլուծություններ անեմ, ես կաշկանդված եմ, ասել թե ինչ, ես ձեզ ասում եմ ուղղակի։ Ես ուզում եմ իմանալ, որովհետեւ որ ես լինեմ իշխանության մեջ,
Ես այդ ժամանակ պետք է գործողություններ անեմ։ Ու իմ նախկինում արված հայտարարությունները կարող են ինձ կաշկանդել։ Եվ հետեւաբար ես ուզում եմ ասել, որ բոլոր իրավիճակներում սա ճգնաժամ է, սա շատ ծանր վտանգավոր իրավիճակ է, բայց եթե չեմ սխալվում, Էյնշտեյնն է ասել, որ ամեն ճգնաժամում կան բազմաթիվ հնարավորություններ, նոր հնարավորություններ են բացվում։ Այս ճգնաժամի մեջ հնարավորություններ են լինելու Հայաստանի համար։ Մենք կունենանք գործունակ իշխանություն, մարդիկ, պատասխանատուներ, ովքեր կհասկանան ինչա կատարվում եւ այդ հնարավորություններից կօգտվեն, թե չենք ունենա։ Հայ ժողովուրդը պետքա հունիսի 7-ին դա որոշի։ Այսքան է ասել։ Դուք ասացիք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի վիճակի չի։ Չէ, դե։ Իսկ եթե հանկարծ հաղթի Ռոբերտ Քոչարյանի վիճակի է, թե ոչ։ Ես չեմ տեսնում նման սցենար։ Սամվել Կարապետյանը եթե դառնա վարչապետ։ Դե հիմա ասում սպասենք տեսնենք ի ձև է դաշտը ձևավորվում։ Հիմա կարող դուք 20 ուժերին բոլորին թվարկեք։ Ինչպես կարծիք կա, որ այդ ասեք Հայկ Մարությանը որ դառնա, չգիտեմ, հերթով ասեք։ Չէ, ես բոլոր նրանց եմ ասում, ովքեր որ իսկապես շանս ունեն ազգային ժողով։ Եկեք ես իմ տեղը խոսեմ, ես իմ տեղն ասեցի։ Հիմա շանս ունենք մտնելու, թե չունենք, թող ժողովուրդը որոշի։ Ուզում եմ մարդիկ, ովքեր կարան ինչ-որ բան կապիտալիզացնեն, թե չի ուզում։ Ես որտեղ լինեմ, ես գիտեմ, հասկանում եմ դրանից, կփորձեմ իմ գիտելիքներն ու ներուժը ներդնել։ Իսկ ձեր համար երկու տեղերում էլ լավ հարաբերություններ ունեմ, թե Վաշինգտոնում, թե հակառակ Բևերում։ Շատ լավ, պարոն Մարուկյան։ Տեսեք, նաև կարծիք կա ու այդ կարծիքը անհիմն չէ, որ այդ բոլոր ուժերով եթե մտնեն խորհրդարան եւ իսկապես Գյումրի, դուք թեև անհաջող չհաջողված ձախողված համարեցիք Գյումրի 2-ը, Գյումրի 1-ը, բայց այն ամենայնիվ եթե հաջողվի, նրանք վարչապետ են ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Դա կարծիք չի, դա ռոպագանդա է իշխանության կողմից։ Այդպես չի լինելու։ Դե հիմա դա իրանք դա քարոզում են, Ծառուկյանը չի ասում, որ փորձեն մեր ձևովի կամ ուժեղ Հայաստանին դնել այդ խմբի մեջ, որ ձայն քիչ տանեն։ Սովորական ռոպագանդա է։ Այսինքն տրամաբանությունը ո՞րն է, եթե դուք առաջ տեղում եք, այն մեկը երկրորդ, այն մեկը երրորդ, գնան երրորդ տեղի ուժին ընտրեն, կամ երկրորդին։ Այն դեպքում որ դուք եք առաջ տեղ։ Քարոշչությունը անում են, էլի։ Իսկ իշխանապողության վերջին հարցավանական։ Կարան ինձ ընտրեն, ինչի օրինակ բան անում։ Իշխանապողության հավանական, թող ընտրեն։ Իշխանապողության հավանականությունը որքանն է ըստ ձեզ, այն դեպքում, երբ որ գիտեք վերջին հարցումները Միջազգային Հանրապետական ինստիտուտի թեև ոչ 50% կամ 30%, բայց 20% Նիկոլ Փաշինյանին, 24 թե 26% իր քաղաքական ուժին ձայն էր տալիս, ամենամեծ վարկանիշ ունեցողը իրենք էին։ Անդիմադիր ուժերի ձայնը, անդիմադիր ուժերի, այսինքն անդիմադիր թևի ձայները, չեմ ասում մի ուժի, բազմաթիվ, հա, ավելին է, քան իշխանության։ Այսինքն եթե ընդդիմությունը լինի իմ ասած համախմբված, ինքը հանգիստ կրում է։ Պետք չի քարակոսին արձագանքել։ Որ քարակոսը կենթանի է, թե ուտելիք։ Անկախ նրանից թե վարչապետ ով կլինի։ Այո։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան։ Խնդրեմ, շատ քարակոսային եթեր էր։ Ոչ, ես կարծում եմ շատ լավ։ Ես կատակում եմ, շատ լավ եթեր էր։ Բայց քարակոսը վատ բան չի երևի։ Հա, իհարկե։ Ես մեր հերթադիտողներին հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը։